Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մայիսի 26 Հոգսդ գցիր Տիրոջ վրա, և նա քեզ նեցուկ կլինի։ Սաղմոս 55:22 Բնականորեն անհրաժեշտ բարիքների համար ծայրահեղության աստիճանի մտահոգվելը մեղք է։ Մեր Փրկիչը հաճախ էր խոսում չափազանց անհանգստությունից խուսափելու անհրաժեշտության մասին։ Այդ մասին ասում էին նաև նրա աշակերտները։ Այդպիսի հորդորն անտեսելը հագեցնում է մեղք գործելու։ Չափազանց շատ անհանգստություն էությունն այդ դատողությունն է, թե մենք Աստծուց իմաստուն ենք, թե ոչ։ Մենք մեզ դնում ենք նրա տեղը և նրա փոխարեն անում ենք այն ինչը նա հանձն էր առել աներ մեր փոխարեն։ Մենք հակված ենք ենթադրելու, որ նա կմոռանա մեր կարիքների մասին և մեզ ծանրաբեռնում ենք հոգսեցուցիչ բեռներով, ասես նա չի կարող կամ չի ուզում ինքը դա անել։ Նրա ոչ բարդ հորդորների նման անտեսումը նման անվստահությունը նրա խոսքի հանդեպ, ոչ մեր գործի նման միջամտությունը։ Այս ամենը մեղքի նշաններ են։ Ավելին, նման մտահոգությունը հագեցնում է մեղսավոր արարքների։ Նա ողնթունակ չէ հանգիստ Աստծուն վստահելու իր գործերը, ով ինքն է տանելու իր բեռը, կհայտնվի իրեն օգնելու համար կասկածելի միջոցների դիմելու գայթակղության առաջ։ Այդ մեղքը հանգեցնում է նրան, որ մենք մերժում ենք Աստծուն որպես մեր խորհրդատու և փոխարենը նրան հուսալու մեր հույսը դնում ենք մարդկային իմաստության վրա։ Այսպիսով մենք հին Իսրայելին վերագրված մեղք ենք գործում։ Գնում ենք կոտրված ջրամբարների մոտ, ոչ թե կենդանի ջրերի աղբյուրի մոտ։ Մեր անհանգստությունը կասկածներ է ծնում Աստծո ողորմածության վերաբերյալ և արդյունքում սառչում է նրա հանդեպ սերը։ Մեր անվստահությամբ մենք վշտացնում ենք Աստծո հոգուն, իսկ դա խանգարում է մեր աղոթքի կյանքին։ Մենք անհետևողական ենք դառնում մեր ընթացքի մեջ և ավելի շատ հույս ենք դնում ինքներս մեզ վրա։ Այսպիսով Աստծո հանդեպ վստահության պակասը մեզ հետ զետե ավելի է հեռացնում նրանից։ Սակայն եթե նրա խոստումների հանդեպ պարզ հավատ ունենալով մեր հոգսերը նրա վրա գցենք, ոչնչի մասին չմտահոգվելով, քանի որ նա կհոգա մեզ համար, դա մեզ կմոտեցնի նրան ու կամրացնի մեզ մեր փորձությունների մեջ։ Կատարյալ խաղաղության մեջ կպահես նրան, ում միտքը քո վրա է մնացել, որտև քեզ է հուսացել։